տալ։ Անցավ մեր 20 րոպեն։ Պարոն Վարդանյան, փաստորեն դուք ՀԿ-ին եք մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, ասելով, որ ուներ մեծամասնություն։ Դուք երևի մոռանում եք այդ ընթացքում այն բոլորիս հիշողություններում դաջված դրվագը, եւ ձեր թիմակիցները Հոիդայից ձեզ հեռացրեցին Նիկոլի օգտին չքվեարկելու համար։ Ինչու եք մենակ սլաքները ուղում հանրապետականների եւ այդ թևի վրա։ Ինչի ձեր թիմակիցներին չեք մեղադրում, չեք ասում, որ ներողություն խնդրեն նույն ձև Նիկոլ Փաշինյանին բերելու համար։ Ի վերջո դուք էլ նշեցիք հանրապետականները գոնե ներողություն խնդրել են, բայց Հոիդայից ես չեմ հիշում նման ներողություններ։ Շնորհակալություն։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ, երբ որ ասում եմ ընտրել է խորհրդարանը, նկատի ունեմ նաև բոլոր քվեարկած падգամավորներին։ Եթե Դաշնակցությունը կարծեմ ինքն էլ բազմիցս այդ մասին խոսել է, ասել է այդ էյֆորիայի ժողովրդի ճնշման ազդեցության եւ այլնի մասին, բայց սա որևէ բան չի փոխում։ Եվ ես իմ ձեզ հայտնի ելույթում հստակ ասել եմ, որ կա նաև բարոյական պատասխանատվություն եւ եթե հարկ լինի, ես կդնեմ մանդատս։ Այնպես որ ես ազատ մարդ եմ եւ իմ տեսակետը եւ չեմ ուղում միայն հանրապետականների դեմ։ Ես իմ բացման խոսքը թե ավելի ուշադիր կարդաք, կտեսնեք, որ նաև այլ ենթաշերտեր կան այնտեղ եւ հանրապետականներից շատ-շատերն էլ վստահ եմ այսօր բոլորն էլ, եթե իմանային, որ եւ ասել են այդ մասին, այսպեսին է լինելու այս իշխանության ավերը, բնականաբար նման քայլի չէին գնա։ Բայց մթնոլորտ այո այդպեսին էր եւ սխալներ ունենում են բոլորը։ Պետք է սխալներից դասեր քաղել եւ հիմնական գլխավոր խնդիրը չանտեսել։ Շնորհակալ եմ։ Սիվիկեմ ձեր հարցը։ Պարոն Վարդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք Սերժ Սարգսյանին մեղադրում եք իշխանությունը հանձնելու մեջ եւ պատշաճ քայլեր չձեռնարկելու հեղափոխության ալիքը կոտրելու մեջ ու Նարեկ Մալյանը այդ մասին խոսելով նշում է, որ այժմ Ռոբերտ Քոչյանը ռեսուրս չունի, անգամ Դաշնակցությունն է Ռոբերտ Քոչյանի ռեսուրսը չէ, անգամ խորհրդարանական իր խմբակցության падգամավորները այլևս իր ռեսուրսը չեն։ Պարոն Վարդանյան, արդյոք դուք ձեզ համարում եք Ռոբերտ Քոչյանի ռեսուրսը։ Դուք ինչ ճիշտ չհասկացաք առաջին մասով, երկրորդ մասով ես վաղուց Նարեկ Մալյանին չեմ մեկնաբանում, եթե դուք ճիշտ չեք գնահատել իմ ասածը, վստահ եղեք, որ Նարեկ Մալյանը իր վերջին բոլոր հաստատումներում սխալվել է տասնապատիկ։ Համեցեք։ Եվրոմեդիա 24, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Վարդանյան, հիմա խորհրդարանական խմբակցությունների եւ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցների միջև դիսկուսը գնում է, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, բայց երեք օրինակ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել եւ ասում է, որ հարցը պետք է դրվի, թե ով է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, ոչ թե ով է բերել։ Ինչու չի քննարկվում այդ հարցը, թե ով է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, այլ քննարկվում է, թե ով է բերել նրան։ Իսկ ով ասես, որ չի քննարկվում, ես